Բարև ձեզ։ Այսօր խոսենք ստարտափների մասին, ինչպես են իրենք ստեղծվում եւ որն է այն հիմնական ֆակտորը, որը տանում է իրանց դեպի մեծ հաջողությունը։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք, թե ինչ է ասել ստարտափ։ Իրականում ցանկացած նոր բիզնես ստարտափ է, բայց ես չեմ խոսում այդ տարբերակների մասին։ Ես խոսում եմ տեխնոլոգիական ստարտափների մասին, օրինակ Instagram, Airbnb եւ այլ ստարտափներ, որոնք օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները, որպեսզի լուծեն գլոբալ խնդիրներ։ Շատ երկար ուսումնասիրել եմ ստարտափային շուկան եւ իմ առաջին ստարտափը փորձել եմ դեռևս 2015 թվականին։ Բնականաբար սովորել եմ շատ տարբեր հետաքրքիր բաներ, որոնցով այսօր կցանկանայի կիսվել ձեզ հետ։ Ես առանձնացնել եմ մի քանի կարևոր ֆակտոր։ Հիմա հերթով խոսենք իրանց մասին, ուրեմն առաջին ֆակտորը, որը մարդկանց գցում է անորոշության եւ շփոթության մեջ, դա այն միֆն է, որ հնարավոր է ստեղծել միլիարդ դոլարանոց ընկերություն 3 ընկերով ինչ որ մի գարաժից աշխատելով։ Այս ռոմանտիկ պատկերացումը միգուցե ճիշտ էր 1970-ական թվականներին, բայց նա այլևս ակտուալ չի։ Աշխարհը հիմա շատ ավելի մրցակցային է եւ շատ ավելի բարդ, այսինքն այդ ռոմանտիկ պատկերացումը ել չի աշխատում։ Բացատրեմ ինչի։ Երբ որ դուք դիտարկում եք ինչ-որ երևույթ կամ այն մարդուն, ով հասել է մեծ հաջողության, պետք է հաշվի առնել մի քանի զուգահեռ փաստ, որպեսզի ստացվի ամբողջական պատկեր։ Այսինքն պետք է նայել ոլորտի զարգացվածության չափը, էկոնոմիկ հնարավորությունները, մրցակցային առավելությունները եւ այլն։ Որպեսզի այս ամենը հասկանալի դառնա, ես կբերեմ շատ պարզ օրինակ։ Մենք բոլորս գիտենք Բիլ Գեյթսին, նա Microsoft-ի հիմնադիրն է Փոլ Ալենի հետ։ 1968 թվականին Բիլ Գեյթսը ընդամենը 13 տարեկան էր, երբ իր դպրոցում գնեցին առաջին համակարգիչը General Electric Time Sharing տերմինալը։ Այս ժամանակ գրեթե ոչ մի դպրոց նույնիսկ համալսարան չուներ համակարգիչ։ Եվ Բիլը հնարավորություն ունեցավ հազարավոր ժամեր անցկացնել սովորել ծրագրավորում։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհում երևի մի քանի 100 մարդ ուներ հնարավորություն համակարգչի հետ աշխատելու։ Հետևաբար, երբ տեղի ունեցավ համակարգչային ոլորտի էվոլյուցիան, նա իր փորձի հիման վրա կարողացավ կանխագուշակել շուկայի առաջխաղացում եւ հիմնադրեց իր ընկերությունը լինելով ոլորտում պիոներ։ Սրանից ինչ է հետևում, որ ուրիշ բան է, երբ որ դու մրցում ես 100 մարդու հետ եւ ուրիշ բան է, երբ որ մրցում ես 100,000 մարդու հետ։ Հիմա ցանկացած ստարտափեր, ինչքան էլ փոքր եւ նիշ ոլորտում է անում նորամուծություն, նա մրցում է մի քանի հազար մարդու հետ մինիմում։ Այսինքն առաջինը լինելու գաղափարը եւ առավելությունը այլևս կարելի ասել ինչ որ չափով ակտուալ չի։ Առաջին լինելը իհարկե շատ մեծ առավելություն է, բայց այն ցավոք գնալով ոչ ակտուալ է դառնում։ Երկրորդ կետը դա ֆինանսներն են։ Ինչպես նշեցի, հիմա թիմերը մրցում են մի քանի հազար այլ թիմերի հետ։ Հետևաբար այն թիմը, որը կունենա մաքսիմում շատ ֆինանսական ռեսուրս, կկարողանա ավելի երկար դիմակայել պայքարին, ավելի լավ մասնագետներ վարձել եւ եթե բախտը բերի հաղթել։ Ցավոք հայկական իրականության մեջ երկարաժամկետ ինվեստիցիոն մշակույթ չկա։ Դրա առաջին պատճառը գումարի բացակայությունն է։ Երկիրը հարուստ չի եւ չկա մեծ ազատ կապիտալ։ Երկրորդը չկա գիտելիք եւ մոտեցում, քանզի պետությունը եւ ընդհանրապես տարածաշրջանը միշտ եղել են ոչ ստաբիլ վիճակում։ Մարդիկ ձևավորել են կարճաժամկետ ներդրումների մտածելակերպ, այսինքն իրանք ուզում են ինչ-որ գումար ներդնեն եւ շատ արագ դա հետ ստանան, որը տրամաբանական է, երբ որ մարդը անընդհատ գոյատևման պայքարի մեջ է, ու էլ սկսում է այդպես աշխատել։ Բայց արևմուտքում մարդկանց վերաբերմունքը ստարտափային ներդրումներին շատ տարբեր է։ Իրանք աշխատում են հետևյալ կերպ, օրինակ դուք ներդրել եք $500,000 ընկերության 10%-ի դիմաց։ Դա նշանակում է, որ ընկերությունը արժևորվել է 5 միլիոն, այսինքն 500,000 անգամ 10։ Ձեր ակնկալիքը այն է, որ ընկերությունը կսկսի աճել եւ օրինակ 10 տարի հետո արժևորումը 5 միլիոնից կդառնա 500 միլիոն եւ ձեր $500,000 ներդրումը կդառնա 50 միլիոն։ Շատ պարզ ասած, դուք 10 տարում հարյուրապատկեցիք ձեր ներդրումը եւ մի օր, երբ ընկերությունը կվաճառվի, դուք cash out կանեք ձեր 50 միլիոնը եւ ուրախ եւ երջանիկ կգնաք տուն։ Հետևաբար ստարտափներին շուկայում կարևոր է ներգրավել զգալի գումար ճիշտ եւ հասկացող ներդրողներից։ Այլ կերպ ձեր ճանապարհը շատ կարճ կտևի, բայց ուզում եմ նշել, որ առաջնային մասում ստարտափների
առաջնային աշխատանքային этаպում գումարը այդքան մեծ դեր չի խաղում, որովհետև գումարը պետք է հիմնականում scaling եւ զարգացում անելու համար, այսինքն մասշտաբավորելու համար։ Եթե ձեր իդեան վատն է եւ դուք արդեն fail եք արել առաջին փուլում, ձեզ բնականաբար գումար չեն տա։ Երրորդ ֆակտորը դա product market fit գաղափարն է։ Կա այսպիսի միֆ, իդեայի միֆը։ Շատ մարդիկ մտածում են, որ լավ իդեան ամենակարևոր կտորն է, բայց դա ընդհանրապես այդպես չի։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ստարտափների 70% հիմնված են խնդիրների վրա, որը հենց հիմնադիրները անձամբ ունեցել են իրենց կյանքում եւ փորձել են լուծել։ Այսինքն ոչ թե դուք մի օր արթնանում եք եւ մտածում եք ինչ-որ նոր գաղափարի մասին, այլ դուք ձեր կյանքում աշխատում եք, ունեք խնդիրներ եւ խնդիրները դուք լուծում եք, հետո դրանից ստանում եք product եւ փորձում եք մասշտաբավորել։ Բերեմ Airbnb օրինակը։ Airbnb-ին գիտենք բոլորս եւ իր հիմնադիրները ունեին խնդիր, իրանք չէին կարողանում վճարել իրենց տան վարձը։ Այդ նույն ժամանակ քաղաքում Սան Ֆրանցիսկոում կար մեծ կոնֆերանս եւ բոլոր հյուրանոցները զբաղված էին։ Եվ հիմնադիրները որոշեցին գնել 3 փչովի մատրաս, տեղադրել իրենց տանը ազատ սենյակներում եւ փորձեցին վարձով տալ իրենց չօգտագործված տարածքը։ Ու աշխատել մի քիչ գումար։ Քաղաքում կային հյուրեր, որոնք տեղ չէին գտնում, քանզի հյուրանոցները բոլորը զբաղված էին, փնտրում էին էժան գիշերակացի հնարավորություն։ Հետևաբար Airbnb հիմնադիրները կարողացան 3 հոգու վարձով տալ իրենց սենյակը ապահովելով գիշերակացով եւ վերցրեցին նրանցից $240, այսինքն մարդը $80 արժեցավ գիշերակաց։ Airbnb անունը հենց գալիս է այդտեղից Airbed, այսինքն փչովի մատրաս եւ breakfast, փչովի մատրաս եւ նախաճաշ։ Հետևաբար, երբ իրենք կարողացան կոպիտ ասած կլիենտ գտնել իրենց ազատ սենյակը վարձով տալու համար, նրանք հասկացան, որ այդտեղ կա մեծ բիզնես հնարավորություն, որ կա երկու խնդիր, որը կարելի է միավորել մեկի մեջ եւ լուծել, այսինքն կան բնակարաններ, ազատ սենյակներ, տներ, որոնք մարդիկ չեն կարողանում վարձով տալ, եւ կան մարդիկ, ովքեր ունեն էժան գիշերակացի խնդիր։ Եվ այդ երկու խնդիրը իրենք միավորեցին մեկ պլատֆորմի մեջ, որ այսօր մենք գիտենք Airbnb անունով, եւ նա արժի $77 միլիարդ, այսինքն ստարտափները հազվադեպ են գալիս ինչ-որ նորարարական իդեայով։ Իրանք հիմնականում լուծում են աշխարհում առկա խնդիրները, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները։ Չորրորդ կետը ինձ թվում է ամենակարևորն է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր մի քիչ փորձ ունեն այս ամեն ինչի մեջ։ Դա թայմինգն է, այսինքն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել։ Պատմության մեջ եղել են բազմաթիվ ստարտափերներ, որոնք նկատել են խնդիրը, լուծել են այն, բայց չեն կարողացել հասնել միլիարդավոր դոլարների բիզնեսի, որովհետև չեն կարողացել ճիշտ ժամանակին շուկա մտնել։ Բերեմ YouTube-ի օրինակը։ Մինչև YouTube-ը կային վիդեո պլատֆորմեր, օրինակ Google Video, բայց կային նաև խնդիրներ, որոնք խոչընդոտում էին այդ պլատֆորմերի զարգացման, օրինակ դանդաղ ինտերնետը եւ վեբ կամերաների անհասանելիությունը։ Եվ 2005-6 թվականին այդ ամենը փոխվեց, արագ ինտերնետը դարձավ հասանելի շատ մեծ քանակի մարդկանց եւ նաեւ դարձավ հասանելի էժան վեբ կամերաները։ Մինչև YouTube-ը արդեն կային սոցիալական ցանցեր, այսինքն մարդիկ արդեն սովոր էին նկարահանել վիդեոներ եւ կիսվել ուրիշների հետ իրենց նկարահանած վիդեոներով։ Բայց YouTube-ը այդ process-ը դարձեց շատ պարզ եւ հասանելի բոլորին եւ այն 18 ամիս հետո վաճառվեց Google-ին $1.6 միլիարդ։ Ճիշտ ժամանակին շուկա մտնելը ես կարծում եմ մեծ հաջողության ամենակարևոր ֆակտորն է։ Եվ վերջինը թիմը։ Ստարտափները շատ հազվադեպ են հիմնադրվում 1 հոգով, սովորաբար 2-ից 5 հոգի է լինում հիմնական հիմնադիրների թիմը։ Եվ դրանում կա տրամաբանական պատճառ, շատ հազվադեպ է լինում, երբ 1 հոգի ունի թե գիտելիքներ բիզնեսից, թե գիտելիքներ տեխնոլոգիայից, թե գիտելիքներ ֆինանսներից եւ այլն։ Եվ քանզի ստարտափը մեծ սկզբնական աշխատանք է պահանջում, հիմնականում շատ քիչ գումարի դիմաց, պետք է բավարար քանակի մարդ, որպեսզի անեն բավարար քանակի փորձեր եւ գտնեն լուծումներ իրենց խնդրին։ Այդտեղ շատ կարեւոր է նաեւ, որպեսզի թիմի անդամները ունենան հիմնականում մեծ մոտիվացիա։ Եթե մի հոգի ունի մոտիվացիա, մնացածը մոտիվացված չեն, բնականաբար դա առաջ չի գնա։ Որովհետեւ առաջնային ամենասկզբնական этаպում ինվեստիցիաները հիմնականում չեն արվում հիմնվելով բիզնեսի
կամ product-ի կամ գաղափարի վրա, այլ հիմնականում արվում են հաշվի առնելով թիմի կարողությունները, թե ովքեր կան թիմում, ինչ հաջողությունների են հասել թիմի անդամները եւ ինչքանով կոմպետենտ են իրանք։ Նաեւ փոքր թիմը իր հետ բերում է մեծ ճկունություն, որովհետեւ փոքր թիմերում բյուրոկրատիա չկա եւ փոխել ուղղությունը ստարտափի զարգացման համար շատ ավելի հեշտ է, քան մեծ թիմերում, որտեղ օրինակ կա 100-ից ավել մարդ։ Instagram-ը իր սկիզբը ունեցել է լինելով ծրագիր, որտեղ մարդիկ կարող էին check-in լինել, պլանավորել հանդիպումներ, կիսվել ֆոտոներով, բայց այդ ամենի ընթացքում հիմնադիրները տեսան, որ օգտատերերի մեծ մասը չի օգտագործում շատ եւ շատ ֆունկցիաներ, որոնք իրանք ունեն։ Ֆունկցիաների մեծ մասը հիմնականում անիմաստ է եւ մարդիկ հիմնականում օգտագործում էին նկարներով կիսվելու ֆունկցիան։ Եվ դրանից ելնելով շատ արագ կարողացան իրենց ուղղությունը փոխել, այսինքն այսպես ասած pivot անել դեպի նոր ծրագիր, որը միայն ֆիքսված էր նկարներ գցելու եւ նկարներով կիսվելու հիման վրա, որը մենք հիմա գիտենք որպես Instagram։ Եթե թիմը ճկուն չի, թիմում կան մարդիկ, ովքեր իդեա ֆիքս են, այսինքն սիրահարված են նախնական իդեային կամ շատ արագ կհիասթափվեն իրանք, կամ պարզապես չեն կարողանա սկսել ամեն ինչ զրոյից։ Հետևաբար այդ թիմը չի կարող հասնել հաջողության, քանզի ժամանակը աշխատում է իրենց դեմ։ Հետևաբար կոմպետենտ թիմը շատ կարևոր է ստարտափի հաջողության մեջ։ Չնայած ես AI-ի զարգացումը տեսնելով մտածում եմ, որ թիմերի չափը գնալով կփոքրանա, նույնիսկ կարող է իջնի մինչև 1 հոգանոց թիմ, որովհետև AI-ը հիմա հնարավորություն է տալիս ավտոմատացնել շատ եւ շատ ֆունկցիաներ, որը ժամանակին ուղղակի հնարավոր չէր լինի անել։ Ի վերջո ամփոփելով կարող եմ ասել, որ իմ փորձի հիման վրա ես հասկացել եմ, որ ստարտափների հաջողության մեջ ամենամեծ դերը խաղում է թայմինգը։ Այսինքն ոչ թե նոր բան անել, այլ անել ճիշտ բան, ճիշտ ժամանակին, շուկայի համար ամենահարմար ժամանակին։ Ինչեւ այսօր այսքանը, կհանդիպենք մյուս տեսանյութի ընթացքում։ Շնորհակալություն։